Ինչ հոգեբանական հնարքներ եք դուք օգտագործում առօրյա կյանքում։ Այն միտքը, որ մարդը կարող է ինչ-որ բան անվճար ստանալ, ամբողջովին անջատում է նրա քրիտիկական մտածողությունը։ Հայրս գործիքների վաճառքի մասնագետ էր աշխատում ու իր ֆուրգոնով շրջում էր տարբեր վերանորոգման արհեստանոցներով ու ապրանք առաջարկում։ Մի անգամ նրա ուղեղում մի միտք ծագեց՝ վաճառել իր ֆուրգոնում շոկոլադե բատոններ $1, բայց եթե որևէ մեկը իրանից գործիք էր գնում, նա տալիս էր շոկոլադը անվճար։ Արդյունքում ոչ ոք չէր ուզում շոկոլադի համար $1 վճարել, բայց նույն մարդիկ մեծ հաճույքով գնում էին $100 արժողությամբ գործիքների հավաքածու, որպեսզի անվճար շոկոլադ ստանան։ Երբ ինչ-որ մեկը խոսում է հեռախոսով, դու կարող ես խնդրել նրանից ցանկացած բան, ինչն իր մոտ է, ու նա կտա։ Ես այդպես քրոջիցս վերցնում եմ մեքենայի բանալին, ու նա արդեն չի կարող բղավել, երբ տեսնում է, որ տարել եմ մեքենան։ Իսկ ինձ դուր է գալիս անել հակառակը։ Եթե ինձ ինչ-որ բան են խնդրում պահել, օրինակ տոպրակ, ես սպասում եմ մինչև այդ մարդը սկսի ինչ-որ մեկի հետ խոսել ու հետ եմ տալիս ձեռքի սիրը։ Նա անգամ դա չի նկատում։ Եթե ուզում ես դուր գալ մեկին, ում հետ նոր ես ծանոթացել, ծավալուն պատասխան ակնկալող հարցեր տուր նրան իր մասին։ Մի սպասիր, որ խոսելու հերթը հասնի քեզ։ Լսիր, թե նա ինչ է ասում, իսկ հետո լրացուցիչ հարց տուր նրան իր նախորդ պատասխանի վրա հիմնված։ Եթե մի քանի անգամ այսպես անես, ապա դիմացինը կզգա, որ իրեն լսում ու գնահատում են։ Իսկ երբ հասկանա, որ ողջ ընթացքում միայն նա է խոսել, ամենայն հավանականությամբ ներողություն կխնդրի ու հարց կտա քո մասին։ Եթե դու այդ հարցին հակիրճ պատասխանես, օգտագործելով այն արտահայտությունները, որոնք նա արդեն արել է, ապա նրա մոտ կձևավորվի կարծիք, որ դու լավ զրուցակից ես ու նրան արժեքավոր ես համարում։ Մարդիկ դա սիրում են։ Երբ քեզ պետք է, որ մարդը մի փոքր սպասի, ներեցեք սպասելու համարի փոխարեն ասա շնորհակալ եմ, որ համբերատար եք։ Այսպիսով դու աննկատ գովում ես նրան ու մեծացնում ես հավանականությունը, որ նա հետո էլ քո հանդեպ բարի ու համբերատար կլինի, քանի որ դու արդեն հաստատել ես, որ նա այդ արժանիքը ունի, ու այդ փաստին հակասելը կդիպչի նրա ինքնագնահատականին։ Սա մարդկանց մեծ մասի հետ աշխատում է, բայց իհարկե բացառություններ կան։ Սա ամեն ինչի նկատմամբ է կիրառելի։ Դադարեք ներողություն խնդրել միայն եթե դուք իսկապես չեք նեղացրել ինչ-որ մեկին։ Շնորհակալություն հայտնեք, որ ձեզ ժամանակ են տրամադրել, այլ ոչ թե ներողություն խնդրեք, որ ժամանակ եք խլել։ Շնորհակալություն հայտնեք, որ ձեզ լսեցին, ոչ թե ներողություն խնդրեք, որ խոսեցիք։ Ու այսպես բոլոր դեպքերում։ Մարդը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին դու նրան տեսնում ես։ Եթե դու մեկին վերաբերվում ես ինչպես հրեշի, նա քեզ հետ իրեն հրեշի պես կպահի։ Որպեսզի վստահ լինես, որ մարդը կդրսևորի իր որևէ դրական կողմը, նախորդ նրան կոմպլիմենտ արա այդ ուղղությամբ։ Մարդուն ավելի հեշտ է տանել քո ետևից, եթե նա վստահ է, որ դու իրեն լավ ես վերաբերվում ու գովաբանում ես։ Իսկ այն մարդիկ, ում մասին դուք լավն եք խոսում ու լավ կարծիք եք ձևավորում ուրիշների մոտ, կարող են շատ հեռուն գնել, որ ապացուցեն, որ իսկապես այնքան լավն են, որքան դուք իրենց ներկայացրել եք։ Եթե ուզում ես, որ ինչ-որ մեկը աշխատի քեզ համար առանց ջանք խնայելու, ասա, որ հիանում ես նրա աշխատանքային հմտություններով։ Եթե ուզում ես, որ լավ վերաբերվի քո ընկերներին, ասա, որ նա բարի դեմք ունի ու երևում է, որ շատ ընկերասեր է։ Բառերն անհավանական ուժ ունեն։ Հենց դրա համար էլ ես երբեք մարդկանց վատ խոսքերով չեմ անվանում, նույնիսկ եթե նրանք դրան արժանի են։ Եթե փոքր երեխան վատ տրամադրություն ունի, նստիր նրա դիմաց ու լուրջ դեմքով ասա. Դու չես կարող ծիծաղել, քանի որ բարկացած ես։ Կրկնիր սա մի քանի անգամ։ Ես սա փորձարկել եմ իմ 15 տարբեր ծանոթ երեխաների հետ ու ամենաշատը 5 անգամ կրկնելուց հետո, երբ ես ասում էի չծիծաղես, նրանք անմիջապես սկսում էին ծիծաղել ու այնպես որ գլորվում էին գետնի վրայով։ Մի անգամ ես շատ տարօրինակ փորձառություն ունեցա գործընկերոջս հետ։ Մենք հանդիպեցինք ընդմիջման ժամանակ ու որոշեցինք մի փոքր խոսել։ Նա հարցրեց. «Դու ամուսնացած ես, երեխաներ ունես»։ Ու երբ ես պատասխանեցի ոչ, նա ուղղակի շարունակեց լուռ նայել ինձ։ Չգիտեմ, թե ինչպես է դա աշխատում, բայց որքան երկար էր նա ինձ վրա նայում, այդքան ավելի շատ էի ես խոսում առանց մի վայրկյան դադարի։ Ես վերջացնում էի մի նախադասությունը, իսկ նա չէր թեքում հայացքն իմ աչքերից, ու ես շարունակում էի խոսել։ Ես չգիտեմ, թե ինչու էր նա այդպես անում։ Միգուցե դա ուղղակի նրա շփվելու ձևն է, կամ նա օգտագործում է այդ ձևը մարդկանց մասին ավելի շատ տեղեկություն ունենալու համար, բայց դա իմ կյանքի ամենաանհարմար խոսակցությունն էր։ Եթե դու ուզում ես մեկին հանգստացնել, ցույց տուր քո ապրումակցումը նկարագրելով այն, ինչից նա բարկացել է նվազման կարգով։ Ես հասկանում եմ ինչու ես դու բարկանում, դա իսկապես ահավոր է, քո փոխարեն ես էլ կբարկանայի։ Այս ընթացքում, երբ մարդը լսում է, թե ինչպես են իր ցավը հասկանում ու կիսում, էմոցիաները սկսում են թուլանալ ու նա սկսում է ավելի սառը գլխով դատել։ Իմ սիրելի հնարքը լուր տեսողական կոնտակտ պահելն է, երբ մարդը փորձում է սակարկել կամ համոզել մի բան անել, ինչ ես չեմ ուզում կամ համաձայն չեմ։ Սովորաբար դա վերջանում է նրանով, որ դիմացինը սկսում է ինքն իր հետ սակարկելով համաձայնվել իմ ասածին։
Մարդկանց ավելի շատ դուր գալու համար նրանցից ինչ-որ աննշան բան խնդրեք։ Օրինակ մատիտ կամ կարդալ հեռվում գրած ցուցանակը, թեկուզ ձևացնելով, որ չեք տեսնում, ու անպայման շնորհակալություն հայտնեք։ Բենջամին Ֆրանկլինը այս մեթոդի մեծ կողմնակիցն է եղել։ Մեկնաբանություն. Մի խափնվեք նրա հնարքին, նա մինչև հիմա մատիտս չի վերադարձրել։ Այս հնարքները զվարճալի չեն, բայց շատ օգտակար են։ Երբ ես սկսում եմ անհանգստանալ ապագայի, անցյալի կամ ցանկացած այլ բանի համար, ինձ մոտ անհանգստության նոպաներ են սկսում։ Ես այդ պահերին ինքս ինձ հետ սկսում եմ խոսել երկրորդ դեմքով, ու իսկապես խորհուրդ եմ տալիս ոչ թե ինքս ինձ, այլ երկրորդ մարդու, ով նույն իրավիճակում է։ Հեյ, հանգստացիր։ Ուղղակի շարունակիր անել այն, ինչ սկսել ես։ Դու պետք է կենտրոնանաս դրա վրա։ Իսկ հետո մի քանի անգամ խորը շունչ եմ քաշում։ Ահա այսպիսի հեշտ տարբերակ կենտրոնանալու ու իրականություն վերադառնալու համար։ Անհանգստության նոպաները հաճախ դեպրեսիա են առաջացնում ու բերում են ծանր, ինքդ քո հանդեպ զզվանք առաջացնող մտքեր, այնպես որ կարևոր է սրա դիմացը միանգամից առնել։ Այդ ժամանակ ես նորից կանգ եմ առնում, խորը շունչ եմ քաշում ու սկսում եմ իմ մասին հաճելի բաներ ասել։ Եվս մի այսպիսի հնարք կա, որ կոչվում է 5 բան։ Նախ դու պետք է ասես 5 բան, որ տեսնում ես, հետո 5 բան, որ լսում ես, ու վերջում 5 բան, որ դիպչում են քո մարմնին։ Արդյունքում քո մտքերը վերադառնում են անօգնականության զգացումից դեպի իրականություն։ Ես մի հնարք ունեմ, որ շատ լավ է աշխատում երեխաների հետ ու հրաշքներ է գործում, եթե պահվածքի հետ խնդիրներ կան։ Երբեք մի ասա չանես դա։ Մանկապարտեզում ես անտանելի երեխա ունեի ու բոլորը գոռում էին նրա վրա, երբ նա իրեն վատ էր պահում։ Ես ամեն անգամ, երբ մայրիկը գալիս էր նրա ետևից, գովում էի նրան ու ասում, որ նա շատ լավ է իրեն պահել։ Մեկ շաբաթ պետք եկավ, որ նա սկսի իրեն իսկապես լավ պահել։ Մի գաղտնիք բացեմ։ Եթե մեծահասակ մարդուն էլ պարբերաբար գովես ինչ-որ լավ բանի համար, որ նա չի արել, նա կսկսի անել դա, սեփական արժեքը դիմացինների աչքերում չկորցնելու համար։ Եթե դուք աշխատում եք հաճախորդների հետ, այնպես արեք, որ նրանք ստիպված չլինեն արդարանալ կամ զայրանալ։ Դուք չեք ուղարկել փաստաթղթերը ասելու փոխարեն, ասեք փաստաթղթերն ինձ չեն հասել, խնդրում եմ նորից ուղարկեք։ Պետք չէ շտապել կամ զայրույթը ցույց տալ հաճախորդների հետ շփվելուց, որովհետև միայն մեկ ասված բառից կարող է կախված լինել այդ հաճախորդը ձեզ գումար կբերի, թե ոչ։ Ճիշտ հերթականությամբ օգտագործված ճիշտ բառերն են, որ գումար են բերում վաճառքի մասնագետներին, ու հենց բառերի միջոցով դուք կարող եք այնպես անել, որ դիմացինը կայացնի ձեր ուզած որոշումը։ Խոսքերը մեծ ուժ ունեն։ Կարճ արտաշունչը։ Կարևոր չէ դուք բանակցություններ եք տանում աշխատավարձի բարձրացման, մեքենայի գնի, թե այն մասին, թե տանը ով ինչ պարտականություններ ունի։ Արտաշնչեք այնպես, որ դիմացինը զգա, ու դա արեք հենց նրա արած առաջարկից հետո, որի հետ համաձայն չեք։ Այդ արտաշունչը կարելի է նաև փոխարինել աննշան ու սերը բարձրացնելով կամ ուշադիր նրա դեմքին նայելուց հետո հայացքը կտրուկ թեքելով։ Կարևոր է, որ այս գործողության ընթացքում պահեք ինքնավստահությունը ու մի քանի վայրկյան ոչինչ չասեք։ Այս մեթոդի շնորհիվ շատ դեպքերում լրացումից անմիջապես հետո զրուցակից ձեզ ավելի հարմար առաջարկ կանի։ Այս հնարքն ինձ ամուսինս է սովորեցրել ու այն զարմանալիորեն աշխատում է։ Սրա շնորհիվ ես ստացել եմ հաստիկ 10% ավելի բարձր աշխատավարձով, քան այն մաքսիմումը, որ նրանք պատրաստ էին ինձ առաջարկել։ Եթե թուղթ քար մկրատ խաղալիս 1 վայրկյան կանգ առնեք ու մրցակցին ասեք, կարող ես առանցնալու ասել, թե շապիկը ինչ գույն է, հետո նա ամենայն հավանականությամբ մկրատ կանի։ Ես սա երևի 20 մարդու հետ փորձել եմ ու 20 անգամ էլ նույն արդյունքն է եղել։ Հանգիստ ու ցածր խոսեք բանավեճի կամ կռվի ժամանակ։ Դա ստիպում է ուշադիր լսել, ինչն էլ ակտիվ մտավոր աշխատանք է պահանջում։ Երբ մարդը մտավոր աշխատանք է անում, նա այլևս չի գոռում ու զայրույթը զգալի նվազում է։ Եթե ես ուզում եմ, որ կատու զգա իմ գիրկը ու ես նրան սիրեմ, ես ինձ պահում եմ այնպես, ասես ընդհանրապես հետաքրքրված չեմ, թե ինչով է նա զբաղված ու անտեսում եմ նրան։ Ամեն անգամ հրաշալի աշխատում է։ Գիտես, եղբայր, այս մեթոդը որոշ աղջիկների հետ էլ է աշխատում։ Իդեպ նա ճիշտ է, այս մեթոդն իսկապես աշխատում է որոշ աղջիկների հետ, որոշ աղջիկների ու բոլոր տղաների։ Այսօրվա համար պատմություններն այսքանն էին։ Եթե դուք ունեք թեմա, որի մասին ուզում եք իմանալ համացանցի արտասահմանյան օգտատերերի կարծիքները, գրեք մեկնաբանություններում ու անպայման կունենանք վիդեո ձեր նախընտրած թեմաներով։ Իսկ եթե ձեզ դուր է գալիս այս ֆորմատը, աջակցեք ալիքի զարգացմանը հավանելով հոլովակը ու ցանկության դեպքում հետևեք մեզ։ Մինչ հանդիպում։